Բարև բոլորին, ինչ լավ խաղում է չէ Շունիկի հետ, շատ եմ սիրում այս մեր կողքի այգիները, կանաչ, անծայրածիր, հուսով եմ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, իմ փոքրիկներին թողեցի և հիմա ուղևորվում եմ սուպերմարկետ, պատվերներ տվեցին նրանք, ով ինչ էր ուզում, հիմա գնում եմ իրականացնեմ պատվերներ ընկերներ և ուզում եմ մի քանի հարցի պատասխանեմ, հարցեր կային, թե մի փոքր պատմեմ իմ մասին, ինչպես եմ հայտնվել Իտալիայում, ինչքան ժամանակ եմ այստեղ ապրում, քանի որ հետևորդները բավականին շատացել են և ենթադրում եմ, որ կան մարդիկ, որ տեղյակ չեն։ Ես 6 տարի արդեն ապրում եմ Իտալիայում, 2019 թվականի մայիսին եմ այստեղ տեղափոխվել, ընտանիքի վերամիավորման ծրագրով, այդպես եմ ստացել իմ կեցության իրավունքը, ունեմ 2 աղջիկ, մեկը 5.5 տարեկան է, մեկը 4, հարցեր կային, թե որտեղից եմ Հայաստանում ես Երևանից եմ, ծնվել եմ և մեծացել եմ Երևանում, այնտեղ աշխատել եմ, այնտեղ սովորել եմ, մասնագիտությամբ ճարտարապետ եմ, սովորել եմ ճարտարապետաշինարարական համալսարանը, պոլիտեխնիկը, սենց ասած, բոլորը շտապում են դեպի դպրոց, մանկապարտեզ, տատիկներ, պապիկներ, մամաներ, պապաներ, ապրել եմ Երևանում և աշխատել եմ նույնպես Երևանում, երբեք մտադրություն չեմ ունեցել որևէ տեղ տեղափոխվելու և եթե իմ ընտանիքը չլիներ, ես երբեք չի տեղափոխվի, որտև երբեք նման նպատակ չեմ ունեցել տեղափոխվել որևէ վայր, ինձ Հայաստանում, Երևանում ամեն ինչ շատ հարմար էր, ես ընդհանրապես ինձ պետք չէր ոչ մտեղ գնալ, ինչպես շատ անգամ հետևորդներ կան, որ չգիտեմ ինչի ենթադրում են, որ փախնում են մարդիկ, չեմ կարող իմանամ ինչի համար պիտի փախնեմ, եթե ապրում ես, աշխատում ես, աշխատանք ունես, եթե ապրում ես, աշխատում ես, ունես լավ աշխատանք, ունես տուն, ճամփորդում ես, որտեղ ուզում ես, երբ ուզում ես, ես ճիշտն ասած այդքան էլ չեմ հասկանում, ինչի պիտի փախնել։ Շատ անգամ մարդիկ մտածում են, որ ինչ-որ մեկը եթե ապրում է Ամերիկայում, Եվրոպայում, չգիտեմ որտեղ, ինքը գնացել է լավ կյանքով ապրելու։ Մի անգամ արդեն անդրադարձել եմ սրան, եւս մեկ անգամ էլ անդրադառնամ, շատերի մոտ եւ իմ մոտ էլ հենց հատկապես եւ ինչքան ես լսում եմ համարյա թե բոլորի մոտ, ովքեր թողնում են իրենց երկիրը եւ իրենց հարմար կյանքը եւ տեղափոխվում են, կյանքի որակը երևի 10 անգամ ընկնում է։ Այնպես որ այդ մտքերը, որ գնում են լավ ապրեն, այդ մի քիչ ինձ համար անհասկանալի է։ Միգուցե եթե շատ վատ պայմաններից ես գնում, տուն չունես, աշխատանք չունես, շատ վատ է։ Հա, միգուցե այդ մարդիկ իսկապես իրենց կյանքի պայմանները կլավացնեն։ Բայց օրինակ իմ դեպքում այդպես չէր։ Ես իմ երկրում ամեն ինչ էի, եւ մասնագիտությամբ, եւ տնով, եւ ամեն ինչով։ Երբ որ դու գալիս ես ուրիշ երկիր, դու ոչինչ ես։ Եվ դու զերոյից պետք է քո շրջապատին ապացուցես դու ով ես, դու ինչ մասնագետ ես, որտեղ միայն խոսքերը բավարար չեն։ Կարող եմ ձեզ ասեմ, այստեղ իմ շրջապատող մարդկանց իտալացիների եւ ոչ միայն իտալացիների, բոլորը գիտեն, որ ես ճարտարապետ եմ, բայց երբեք դա լուրջ չէին ընդունում, մինչև այն րոպեն, երբ որ ես գնեցի տունը եւ սկսեցի տունը վերանորոգել։ Այդ ժամանակ ես ձեզ ասեմ, իրանք հասկացան, որ ես ճարտարապետ եմ։ Մինչ այդ երևի ենթադրում ինչ խոսքեր է, որ սենց ասում եմ,
օթում, բայց երբ որ հենց իրենց հետ աշխատեցի եւ հələ իրանց էլ ցույց տվեցի իրանց սխալները, այդ կարծիքը փոխվեց, բայց միևնույնն է դու գալիս ես այստեղ 0 եւ 0-ից ուրիշի լեզվով, որը դու լավ չգիտես, որտեղ դա քո լեզուն չի ու երբեք չի լինի քոնը, դու պետք է ապացուցես դու ով ես, ինչ ես, հասկանում ես մի բան, թե ոչ։ Այդ ինչ վերաբերում է էմիգրացիային։ Մնացած հարցերը չգիտեմ, ինչ ա ձեզ էլ հետաքրքիր, որ պատասխանեմ այդ հարցերին։ Ամեն դեպքում ինձ թվում է բավականին պարզ պատասխանեցի, հա, հարց կար, թե իմ մայր, իմ ծնողները որտեղ են, մոտիկ են, որտեղ մամայի սենյակի մասին եմ խոսացել։ Իմ ծնողները բնականաբար Հայաստանից են։ Իմ հայրիկը արդեն մահացել է։ Ես ունեմ մենակ իմ մայրիկը։ Ես միակ երեխա եմ ընտանիքում, քույր եղբայր չունեմ։ Իսկ իմ մայրիկը գալիս է այստեղ կամ գնում է Երևան։ Ես իրի համար արդեն կարողացել եմ կազմակերպեմ կեցության իրավունք, ինքը կարա այստեղ ապրի եւ օգտվի ամեն ինչից, ցանկացած ծառայությունից այստեղ կարող է օգտվի, ոնց որ լիիրավ մարդ։ Կեցության իրավունքը ձեզ ամեն ինչով դարձնում է հավասար այստեղի իտալացիներին, բացի մի բանից, դուք չեք կարող ընտրություններին մասնակցել եւ չունեք անձնագիր, որ կարող եք Իտալիայի անձնագրի տակ ճամփորդել, քանի որ բոլոր երազում են ունենալ Իտալիայի անձնագիր, որովհետև առանց վիզա 198 երկիր կարող են այցելել, այդ թվում Ամերիկա, Ավստրալիա, Անգլիա, Կանադա, շատ երկրներ, որոնք չեն կարող այցելել առանց վիզա, դա Ռուսաստանն է, Ադրբեջանն է, Հյուսիսային Կորեան, այն մի քանի sense երկրներ։ Տարբերությունը կեցության քարտի եւ անձնագրի դա է, որ անձնագրով կարող եք ճամփորդել եւ կարող եք ընտրել ձեզ նախագահ կամ վարչապետ։ Իսկ կեցության քարտով ոչ։ Կարող եք ապրել, աշխատել, ինչ ուզում եք արեք։ Այդպես ընկերներ։ Դա ինչ վերաբերում է դրան, եւ ես հույսով եմ, որ իմ մայրիկը շուտով կգա։ Եվ ես պատվիրել եմ վարակույրներ Wildberries-ից, նրանք արդեն եկել են, ես հույսով եմ ինքը իր հետ կբերի, որ վերջապես կարողանամ կախեմ այդ դատարկությունները, այդպես ընկերներ, երևի զարմանալի կթվա, թե ինչ եմ Իտալիայում գտնվելով գնում Wildberries-ից վարակույր, բայց ճիշտ ասած ես ժամանակ չունեմ, որ գնամ տարբեր տեղերով, քաղաքներով, որ փնտրեմ կտորներ, այն ինչ որ այստեղ խանութներում վաճառում են պատրաստի, ոչ չափերով այնց հարմար, ոչ նախշերով, ոչ այդ նկարներով, չգիտեմ ինչերով, ոչ մի բանից դուրս չի գալիս, IKEA-ում կամ մի քանի վարակույր գեղեցիկ են, կամ իրանց լայնքը շատ փոքր է, իմ պատերը 4 մետր է, պատոհանների հատվածը ես չեմ կարողանում ընդեղից առնեմ, ամեն ինչը 1.45 է, ստանդարտ է այնտեղ, դրա համար դա էլ չեմ կարողանում դիտարկել, իսկ Wildberries-ով Երևանից արդեն գնել էի, Երևանի տան համար, շատ գեղեցիկ են, սենց վիլուրից, բարխտից, տարբեր տեսակի վարակույրներ են, ծյուլեր են, շատ մեծ չափերի, արդեն կարած, արդեն պատրաստ, ես շատ գոհ եմ, չգիտեմ ժողովուրդ ջան, ես շատ գոհ եմ, այնպես որ շատ էժան է, բայց ես շատ գոհ եմ, համ որակից, համ տեսքից, այնպես որոշեցի աջ ու ձախ չընկնել եւ պատվիրել արդեն այն ինչ որ գիտեմ։ Մնում է նա բերի իր հետ, որ ես կարողանամ կախել։ Այդպես ընկերներ, ուրիշ հարցեր դեռ չգիտեմ ինչ հա ձեզ էլ հետաքրքիր որ պատասխանեմ։ Երեխաներից մեծ աղջիկս մյուս սեպտեմբերին գնալու է դպրոց։ Այստեղ 6 տարեկանից են դպրոցը գնում բոլորը։
Հիմա ես դպրոցի ընտրման, ասենք ասեմ, շրջանում եմ, որտեղ մեր տարածքում կան 3-4 դպրոցներ, որոնք ինձ մոտ են եւ մոտ են մանկապարտեզին, քանի որ փոքրիկը դեռ գնալու է մանկապարտեզ, ինձ հարմար է, որ գոնե մոտիկ լինեն այդ երկու տեղերը իրար, որ առավոտվա ժամին ես հասցնեմ։ Հիմա դա է։ Փնտրտուքների մեջ եմ, որտեղ սեպտեմբերից ինքը կգնա դպրոց։ Արդեն կտեսնենք այստեղ դպրոցը ինչ տեսակ է։ Արդեն տեղյակ եմ այստեղի մանկապարտեզներից։ Այս կինը ամեն օր այստեղ ինձ հետաքրքիր վարժություններ անում, պարապում է։ Հեծանիվով գալիս է այստեղ ու այստեղ պարապում է։ Ինչևէ, երբ որ գնանք դպրոց, ձեզ ավելի մանրամասն կպատմեմ այստեղ դպրոցը ինչ տեսակ է, ինչ են անում այդ դպրոցում, ինչպես են պարապում, ինչ դասեր են։ Դեռևս ընդհանրապես տեղեկություն չունեմ։ Այդ բոլոր դպրոցները կազմակերպում են բաց դռների օր, որ ծնողները կարողանան գնան ծանոթանան։ Այսօր դրանցից մեկին պետք է մասնակցեմ։ Այդպես ընկերներ, դա է։ Արդեն ձեզ կպատմեմ, ինչ իմացա, ինչ նորություններ կա, այստեղ ինչա ոնց է։ Ինձ էլ է շատ հետաքրքիր համեմատել, որտեղ մանկապարտեզը ես Երևանում ճիշտ ասած չգիտեմ մանկապարտեզը ոնց է, բայց այստեղ հետաքրքիր այն է, որ թե դպրոցում, թե մանկապարտեզում, թե համալսարանում երեխաները դասախոսներին չեն ասում տիկին, ընկեր, չգիտեմ, այտենց չեն դիմում են դույով եւ անուններով։ Միշտ այդպես է, ու ես նկատել եմ մի քանի անգամ, եթե նույնիսկ բժիշկներին, եթե գնում ես բժիշկի, օրինակ գնում էին լոգոպեդի, մի քանի անգամ ես սխալվեցի լոգոպեդին, դուք հով ասեցի կամ ինչ որ բան, ինքը ասեց ինձ այդպես մի դիմի, ինձ մենակ դիմեք դույով եւ անունով։ Կարիք չկա տենց ինչ որ բաների։ Օրինակ այդ իմ համար նորություն էր, ես հիշում եմ դպրոցում մենք կամ ընկեր էինք ասում, կամ տիկին էինք ասում, ստեղ չէ, շատ ընկերական է, բացի այնց որ անունով են ասում, անունն էլ կրճատ են ասում, ոնց որ իրանց ընկեր, փոքր աղջիկս մի մաեստրա ունի, այստեղ է դայակին ասում են մաեստրա, անունը Լետիցիա, շատ հաճելի կին է, շատ։ Ինքը գալիս է, ինքը մյուս օրվա համար իրան ինչ-որ փոքրիկ նվերներ է պատրաստում, որ տանի, և ասում այս տանում եմ տամ լետին, այսինքն ենքան հարաբերությունները նենց են իրան կազմակերպում, որ երեխան կարա ոչ ասի լետիցիա, ասի լետի, ինձ համար օրինակ դա նորություն էր, ես չեմ հիշում տենց բան մեզ մոտ, դուք կիսվեք հիմա ոնց է Հայաստանում, Երևանում, որտև ես չգիտեմ ոնց են այդտեղ դիմում դայակներին անունով, թե անազգանունով, թե ոնց։ Այսպես ընկերներ, հասա խանութ, եթե հարմար լինի խանութում կնկարեմ, ցույց տամ ձեզ Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա պատրաստումները այստեղ եւ կհանդիպենք ավելի ուշ։ Արդեն ամենուրեք Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան լուսավորությունն է, ամեն ինչը զարդարում են։ Սուրճս խմեմ եւ անցնեմ գործերիս։ Մեծ ես ցույց տայի Նոր տարվա քաղցրավենիքները, մեկը սա է, տորոն է, բավականին սենց պինթը զանգված է, մյուսը սա է, պանֆորտ է, էլի սենց չրերով, մեղրով, պոպոքներով, սենց հետաքրքիր բան է, այս ամբողջը լինում է միայն Նոր տարվա այս Սուրբ Ծննդյան օրերին, նույնպես այս կանֆետների տեսական են, բոլոր այս հավաքածուները, բաչին, պերուջինան, բոլոր այս բոլոր կոնֆետները լինում են միայն Նոր տարվա օրերին, հետո չեն լինում էլ, շատ հետաքրքիր է, սա սեզոնային է իրենց մոտ,
Այսպեսին են, որպեսզի մարդիկ իրար նվիրեն եւ այլն։ Մենք նայեք Դուբայի շոկոլադն է, ինչ որ տարբեր տեսակի լուծումներով նոր։ Հետաքրքիր է։ Այսպեսին, ամբողջ խանութը այս մթերքների մեջ է, նոր տարվա այս դեկորացիաների, այս զամբյուղներն են, որ դուք ինքներդ հետո կարող եք լցոնել ոնց ուզում եք։ Տեսնենք էլ ինչ կա։ Դե պանետոնեներ էլ չեմ ասում, ժողովուրդ։ Պանետոնեներ, պանդորոներ, սա պանդորոյա, ենթադրում եմ գրեմով։ Սա ինչ է, սա պանդորո է շոկոլադով պատված եւ մեջն էլ է շոկոլադ։ Սրանք պանետոնեն։ Սա ինչ է, ինչ որ հետաքրքիր թվաց ինձ հեռվից։ Հələ նայեք ինչ լավն է։ Մեքենայա մեջը կոնֆետներով, ինչ լավն է, ժողովուրդ։ 200 գրամ է, բայց շատ ճաշակ, ու իրանց ֆիատներն են շատ գեղեցիկ է։ Եթե լինեք այստեղ, մտեք Կոոպ սուպերմարկետը, եթե կուզենաք ձեզ հետ սենց հետաքրքիր բաներ տանել։ Արժի 11 €90։ Այստեղ բոլորը պանետոնեներ են տարբեր հայտնի բրենդերի։ Բոլորն էլ լավն են։ Մարդիկ կան ասում են, էսա լավը, այնա լավ, նայեք հետո իրանք ինչ են անում։ Այս պանետոնը առանց լցոնումների է, ընդհանրապես անհամ է։ Շատ անգամ այստեղ այնքան շատ են այս պանետոնեները առնում, որ հետո վերցնում են սկսում են սենց կտրտել սարքել սենդվիչներ։ Օրինակ այս պանդորոյից ես այս անգամ կպատրաստեմ, պանդորոյից սարքում են տորտ եղևնու ձևով, նոր տարվա եղևնու ձևով։ Այստեղ շոկոլադներն են, բայց սրանք մեզ մոտ էլ ինձ թվում է կան, ոչ մի ինչ որ այս չեմ տեսել Երևանում, այս չեմ հիշում որ տեսել եմ Երևանում, մնացած բոլորը մեր մոտ էլ կա։ Այստեղ ինչեր է։ Հա, իդեպ ամենալավ բրենդերից մեկը, Պանետոնե եւ Պանդորոյ, այս սա է, կոչվում է Տրե Մարիե։ Այս ամենալավ բրենդերից մեկն է։ Կա եւ պանետոնե, կա եւ պանդորո, տեսեք կա պանդորո եւ շոկոլադի հատիկներով, կարակով։ Սա սենց հավաքածու է, որի մեջ պանետոնե է եւ շամպայն կամ պրոսեկո։ Այստեղ ինչ է։ Այս էլ է շոկոլադային պանդորոներ, առանց ոչ մի բանի պանդորոներ։ Այստեղ ինչեր կա, հետո ինչ գեղեցիկ են այս ափսեները, ժողովուրդ։ Կարող է գնեմ, թե իմ ոճի հետ չի գնում։ Հələ նայեք։ Այսինքն հավաքածու է, 3 չափսն է մեջը, այս խորը պաստայի եւ ռիզոտոյի համար, նա անտիպաստոյի համար, նախուտեստի եւ այն մեկը արդեն գլխավոր ուտելիքի համար, այսինքն երկրորդ ուտելիքի համար, ինչ արժի։ Տոգնան այս ֆիրմայից, հա։ Ուրեմն արժի 39 €90 եւ մեջը 18 կտոր է 6 պերսոնայի համար է։ Սիրուն է, բայց չէ։ Սա ինչեր են, պլեդեր են, հա։ Հա, շատ գեղեցիկ, ինձ էլ փափուկ է, փափուկ գեղեցիկ պլեդեր են։ Գնանք առաջ։ Տեսնենք ինչեր կա, ժողովուրդ ջան։ Ես գնամ իմ կարելոն վերցնեմ, հետո ձեզ տունը ցույց կտամ ինչեր եմ հավաքել։ Ուղղակի ուզում տեսնեմ ինչ հետաքրքիր բան կա, որ ձեզ ցույց տամ։ Ուզում եմ ձեզ այստեղ ցույց տալ։ Սա արդեն պատրաստի նվերներ են։ Ինչ են իրանք իրար նվիրում, երբ որ գնում են իրար տուն։ Այսպես նման ալկոհոլային խմիչքներ։ Արդեն հավաքածուներով, կա բաժակով, կա սենց տոնածառի ձևով, սա ինչ է։ Il regalo dentro l'albero։ Չգիտեմ ինչ է, ինչ որ լիգյոր է երևի, չգիտեմ։ Գինիներ են, սա գրապպա է։ Սա էլ է գրապպա, ենթադրում իր հատուկ բաժակներով։ Սա ինչ է, չգիտեմ, ժողովուրդ։ Այս ինչ է։ Frutta di spirito, ես չգիտեմ այս ինչ է։ Գաղափար չունեմ, ժողովուրդ։ Չգիտեմ։ Ու մի հատ նայեք ստեղ։ Սա արդեն հավաքածուներ են, այսինքն զամբյուղով շատ գեղեցիկ։ Պատրաստ, որ ձեզ պետք չի մտածել։ Այսինքն գալիս վերցնում եք, գնում եք, մեջը տեսեք ինչ է։ Զեյթուն, ֆոկաչինե, աղի, պանետոնե, մոսկատո,
չգիտեմ սա ոնց թարգմանեմ, իգրիստե վինո։ Քաղցրավենիքներ, շոկոլադի հավաքածու։ Այս մեկում ինչ է, կրկին այդ գինին է, տարբեր քաղցրավենիքներ, դեղցի կամպոտ։ Ժողովուրդ, սրա մեջ ինչ է։ Ես չգիտեմ ինչ է, պոլենտա բոսկոյոլա, պոլենտան դա կուկուրուզային, այսենց չգիտեմ ոնց հայերեն ասեմ, կաշա է, շոկոլադ է, պանետոն է, խմիչք, կոնֆետների հավաքածու։ Բոլորը տարբեր են իդեպ, կարող եք այսենց ընտրել, ամեն մեկի վրա արժեքը գրված է, օրինակ սա մեջը պաստա է, էլի քաղցրավենիք, ինչ-որ սոուս, խմիչք, արժի 29.90 ու պատկերացրեք այսենց տարատեսակ նվերներ, սննդային նվերներ։ Նայեք սրանք ինչ գեղեցիկ են, արդեն իրենց փաթեթավորումը, սենց բարխտի ինչ-որ տոպրակ ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ, արկղ ասեմ, մեջ արդեն երևում այն չերա, շատ լավ նվերներ են, եթե սենց վերտնես, արժի 29 եվրո 90 ցենտ, պատրաստի նվերը, քեզ էլ պետք չի ընդհանրապես մտածել, սա ինչը հələ նայեք էս ինչ գեղեցիկ նվերա, բայց արժեքը չգիտեմ, մեջ սենց դանակներ ա պաների համար, պարմեզան, բալզամիկ, պաստաներ, սալսիչա դա նրբերշիկներ են, ինչ-որ սոուսա, տարրալինի պուլիեզը, սենց փոքրիկ աղի, ոնց որ թխվածքաբլիթներ լինեն և մերլո, խնդրեմ ժողովուրդ, ամեն ճաշակի և ամեն գրպանի, սրանք 19.90 են, հələ տեսեք ինչ հետաքրքիր, այս ինչ է, կուվ է, սա տրեմարի բրենդի արտադրանքներն են, որ արդեն ասեցի, որ շատ լավն են, այսենց արկղներ կան պատրաստի, այսպիսի, Պերինյոտի այս ֆիրմայից են, կա այսենց աստված, այս ինչ լավն է, մեջը լապտերն է, էլինտի շոկոլադներ, տարատեսակ, կուվե, ռուվուա, խմիչք, էլի ենթադրում եմ շամպայնատիպի։ Հարգելի ընկերներ, ես արդեն վերադարձա տուն և ինչպես խոստացել է, ուզում եմ ցույց տամ ձեզ ինչեր եմ գնել, բայց մինչ այդ դուռը բացելուց այս դրսի դարպասը, մեր այս կողքի հարևանը կինը ինձ տեսավ, ասեց մի րոպե կսպասես ու բերեց ինձ սա տվեց ժողովուրդ, մի հատ հələ նայեք այս բիբարի չափը, ես ինձ բան չէի տեսել, հələ ստեղ նայեք, կծու բիբարա ինքը հաճացրել է իր այգում, թե տերասա եմ չհասկացա, բայց ինձ սպանեց սրա չափը, չգիտեմ, երևի կծու են, հա սրանք, հələ նայեք, ինչ պուճուր են, ես ինձ բան չէի տեսել, ասեցի կիսվեմ ձեզ հետ, հələ սենց ինչ-որ տեսել էի, բայց այն պուճուրները ընդհանրապես չէի տեսել, ինչեր եմ գնել, մեծ աղջիկաս համար գնեցի այս գլխարկը, սենց, որ սենց ականջներով է, որ ականջները փակվի, որտև չեք պատկերացնում, մենք Իտալիայում ենք իհարկե, բայց ցուրտ է, առավոտը սենց շատ ցուրտ է, որ ճիշտն ասեմ, ես իմ դուրս եկավ, ինձ թվում է վատը չի, ինքը կհավանի, սննդի մթերային գնումները հեսատես ցույցտամ ինչեր եմ գնել, մտել եմ սուպերմարկետ, կոչվում է, ոյ, կներեք, կոպ, այսպես է կոչվում, Տոսկանայում ամենտեղ կան, գնել եմ Պարմիջանո Ռեջանո, պանիր, ենթադրում եմ 1 կիլոգրամ 26 գրամ, թող մնա, մենք սիրում ենք հենց այսպես ուտել, քերած վիճակում ուտել տարբեր, վերցրել եմ կրկին պանիր, ուրեմն սա կոչվում է բիրագի տեսակի պանիր, իրականում շատ նման է պարմիզանին, շատ նման են ընդհանրապես իրար, ես երևի կասեի նույնիսկ սա պարմիջանո է, բայց ենթադրում այս մարկան է, ոչ թե պարմիջանո մարկան է, բիրագի մարկան է, ու շատ նման, չի գրած ոչ միտեղ, ուղղակի գրած է, սենց ստաջոնատո, երկար ժամկետ պահված, չգիտեմ ոնց թարգմանեմ, ֆորմաջո ստաջոնատո, այսինքն պինդ պանիր է, պարմիզանի նման, վերցրել եմ Ֆիլադելֆիա, մենք շատ ենք օգտագործում սոուսների մեջ, ուղղակի էսպես ուտելու տարբեր, տոպրակ 1, տոպրակ համար 2 ընկերներ, տոպրակ համար 2,
Ձու 6 հատ։ Մոցարելլա։ Եվ գնել եմ պան ֆորտե, ինչպես եւ ասեցի, սա կրկին Սիենայի Սուրբ Ծննդյան եւ ընդհանրապես ամբողջ տարի Սիենայում կարող եք գնել այս պան ֆորտեն։ Իրականում, սենց ասեմ ձեզ, մեջը բազմաթիվ չրեր ընդեղ են։ Ինչ որ սենց գիտեք ինչու փափուկ, մա գիտեք ինձ ինչա հիշացնում, բայց կարող է այդ չի։ Կհիշեք սենց մի կոնֆետ կար, ոնց որ նուգա լիներ, սենց մի տեսակ փափուկ սենց կպչուն բան է։ Մեղրա մեջը, հեսա կարդամ ձեզ մեջը ինչա։ Դե բոլորը չորամրգերը արդեն ասեցի։ Մեջը նույնիսկ կա մի փոքր ալուր, հետաքրքիր է։ Այդ շաքար եւ այլն արդեն բոլորը այդ մրգերն են, չորամրգերն են։ Բազմաթիվ համեմունքներ կան մեջը, բազմաթիվ։ Եվ վերջ, փաստորեն չրեղեն, ընդեղեն, մեղր, ալուր։ Փաստացի սա է մեջը միայն։ Այս տենց հետաքրքիր զանգված է, հեսա ես վերջացնեմ կկտրտեմ ձեզ համար առանձին ձեզ ցույց կտամ։ Շարունակենք։ Տոպրակ 3 ընկերներ։ Ինչպես միշտ հաց, պանե տոսկանո առանց աղ։ Վերցրել եմ կլեմենտին է։ Սա նման է մանդարինին, բայց կոչվում է կլեմենտին է։ Հույսով եմ քաղցրել, բիո եմ վերցրել։ Եվ վերցրել եմ շաքարավազ։ Շաքարավազը այս տեսակի մենք օգտագործում ենք միայն խմորեղենների համար։ Տոպրակ 3։ Տվել են այսինց ինֆորմատոր է, տեղեկագիր, շատ անգամ էստեղ լինում են բազմաթիվ բաղադրատոմսեր, ինչպես զարդարել, ինչպես նաև ակցիաներ, օրինակ ինչը ինչ արժի, որտեղ ինչի քանի տոկոս զեղչ է եւ այլ նմանատիպ բաներ են տալիս։ Կրկին Ֆիլադելֆիա։ Բրդոտ տիկնոջ սնունդ, առանց դրա ոչ միտեղ, և տվել են այսպիսի զեղչ, ամսի 8-ից մինչև 18, 10% զեղչ գնումների վրա, ուզալուսը ունա սպեզա ատուա շելտա, այսինքն լիմիտ չկա ինչ քանի կծախսես, 10% զեղչ ամբողջ գնումների համար, 8-ից 18, պետք է հիշել, այսպես, Եվ գնել եմ կանտուչինի, սա Տոսկանայի կրկին արտադրենք է, սա ենթադրում եմ արդեն շատ է փորձել եք, եթե չեն, պատրաստում են այս թխվածքաբլիթ այսպիսի երկար ֆորմայով, մեջը նրա ամբողջությամբ նուշ է կտրատած, այսինքն իրանք գցում են ամբողջ նուշը, երբ որ նա եփվում է, նրանք կտրտում են այս չափսերի, հետո նորից դնում են վառարանի մեջ եւ նա դառնում է այսպիսի խրխրթան եւ չոր։ Ուտում են իրան շատերը, սիրում են թեյի մեջ ուղակի թաթախել, սուրճի մեջ թաթախել, բայց իր օրիգինալ ուտելու ձևը պետք է թաթախել գինու մեջ։ Գինին կոչվում է վին սանտո, հատուկ գինի է կանտուչինիի համար։ Եթե գնաք հրուշակեղենի խանութներ, որտեղ ավելի մասնագիտացված են սրա վրա, Այնտեղ իրեն վաճառում են արդեն իր գինու հետ, որպեսզի մեջ անեք։ Ես չեմ սիրում, քանի որ ես ընդհանրապես ալկոհոլ չեմ օգտագործում ոչ մի իրատեսակով, ոչ գինի, ընդհանրապես ես սուրճով եմ խմում։ Վերջ, այսքանն էին իմ գնումները, հիմա ես ուզում եմ բացեմ սա ձեզ համար եւ ձեզ ցույց տամ մեջ ինչ տեսակ է։ Այսպեսի զանգված է, սենց փափուկ զանգված եմ քիչ տարօրինակ, չգիտեմ, ինձ հիշացնում է այդ նուգայով կոնֆետները, այս շաքարի փոշի է վրան, այս երեսի մասում շաքարի փոշի է, որը կարելի է նույնիսկ այս սենց անել, որպեսզի ավելնորդ շաքար չուտել, ժողովուրդ ջան, մի փոքր կտրեմ, բավական չոր ու պինդ է, ինչպես նկատեցիք, նայեք, մեջը ամբողջովին չրեր են և ընդեղ են,
Հեսա փորձեմ։ Շատ հետաքրքիր է։ Այնքան համեմունքներ ա մեջ ընկերներ։ Ամբողջը համեմունքներ են։ Բայց շատ հետաքրքիր բան է։ Ես ձեզ ասեմ, սենց մի կտորը բավարար է, որ ձեր օրվա քաղցրը հագեցնեք, այնքան քաղցր է։ Սուրճի հետ ինձ թվում է իդեալական կլինի ընկերներ ջան։ Պատկերացեք սա, այսինքն ամբողջ մեծ կտոր է, ես ընդհանրապես մի կտորն եմ գնել։ Սա 490 գրամ է։ Ամբողջը տորթը, որտեղ իրեն անում են կլոր, այդ մի տորթը երևի կլինի մի 5-6 կիլո, ամենաքիչը։ Իրանք այսպես կտրատում են, փաթեթավորում են, վաճառում են։ Անպայման փորձեք։ Կոչվում է այսպես։ Panforte di Siena IGP։ Ընկերներ ջան։